Քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ խոսքը վերաբերում է ոսկյա զարդերի վաճառքի ավելացված արժեքի հարկի փոփոխությանը։ Պարոն Պողոսյանը պիտի մասնակցեր որպես հիմնական զեկուցող, բայց քանի որ այսօր նաև կառավարության նիստ կա ու նախարարին փոխարինում, պարոն Ավանեսյանը կներկայացնի նախագիծը, խնդրեմ պարոն Ավանեսյան, ոնց որ խմբագրական բնույթի 1-2 փոփոխություն ունենք, չէ՞, խնդրեմ։ Եթե կարիք կա, ուղղակի կարճ նաև հիշեցնենք ինչի մասին է նախագիծը։ Ինչպես գիտեք, ոսկերչությունը եւ ոսկերչական իրերի արտադրությունը ինքը բավականին յուրահատուկ ոլորտ է, հիմնականում պայմանավորված նրանով, որ ոսկին յուրահատուկ ապրանք է, որտեղ միշտ կարելի է ասել, որ մնացած դեպքերը մեզ կարգավորումը ինչի չեն անում։ Այն պատճառով, որ ոսկի յուրահատուկ ապրանք է, ինքը մշակվելուց իր արժեքը չի կորցնում եւ արժեքթայի մեջ տենց իր արժեքով շարունակում է շարժվել, հետեւաբար այս կարգավորումը ուղղված է նրան, որպեսզի ոսկերչական ոլորտի աղի հարկումը լինի ավելի արդյունավետ եւ ասենք ասենք բարելավի նաև տնտեսվարողների պայմանները, բայց նաև բարելավի տնտեսվարող պետություն հարաբերությունները ավելի հստակ իրենց սարքի, մասնավորապես առաջարկվում է ճշգրտել, թե ոնց ենք մենք ԱՀ-ի բազան հաշվարկում, տվյալ դեպքում արտադրողների համար գործելու է այն, որ մենք հաշվելու ենք իրական արժեքից, հանելու ենք, ասենք ձեռքբերման արժեքը եւ դա հաշվարկվելու բազան, բայց ոչ պակաս քան իրական արժեքի 80%-ի 10%-ը, դա արտադրողների համար դեպքն է օգտագործվում եւ վերավաճառողների համար այս լրացուցիչ սահմանափակումը չկա։ Ընդհանուր առմամբ նպատակը հենց այնն է, որ եթե ներկայիս դրությամբ կարգավորումը շարունակի աշխատել, ապա կասկադավորման էֆեկտ է ստեղծվում։ Իհարկե, այստեղ կարելի է հարցնել, բայց այդ դեպքում ինչի չենք անցնում շրջանառության հարկի, այն պատճառով, որ նաև ոսկերչությունը արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտ է եւ եթե մենք անցնենք շրջանառության հարկի, ապա արտահանման տեսանկյունից ինքը ոչ մրցակցային առավելությունը իր հնարավոր է կորցնել։ Դրա համար այս տարբերակն է ընտրվել, որը ասենք կոնսենսուսային է եւ փորձել են գտնել այն բալանսավորված տարբերակը, որը ինչպես պետության, այնպես եւ տնտեսվարողների կողմից կլինի լավագույնը։ Շնորհակալություն պարոն Ավանեսյան, իդեպ այս օրենքի առաջին ընթերցման ընդունումից հետո շատ տնտեսվարողներ ինձ խնդրել են շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարությանը, սա այնց ուղղակի ռեկլամի համար չեմ ասում, գիտեմ, որ ահագի երկար ժամանակ է քննարկվում էր, մի մասը չէին էլ հավատում, որ այս օրենքը ընդունել ենք ու ընդհանրապես երեկվա ու այսօրվա քննարկումները ամփոփելով մենք ահագին դրական բիզնեսի նպաստող փոփոխություններ ենք կատարել, փոփոխությունները, որոնք կատարվել էին, բարելավել ենք առաջին, երկրորդ ընթերցում ու քանի որ ցավոք սրտի այս փոփոխությունները լիարժեք չեն լուսաբանվում, ավելի շատ մամուլում, լրատվամիջոցներում շեշտը դրվում է քաղաքական թեմաների, ինտրիգների մնացածի վրա, անգամ այստեղ նստած լրագրողներին շատ հաճախ դա չի հետաքրքրում։ Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որպեսզի իրազեկման մեջ ավելի ակտիվ լինենք, այդ Սամսեբի ռեժիսոր սկզբունքով տենց փորձենք ավելի պարզ, մաչելի լեզվով ներկայացնել այն փոփոխությունները, որոնք որ կատարվում են, որովհետև հույսներս պիտի դնենք ոնց հասկանում են մեզ վրա ցավոք սրտի հետ իրականությունը։ Եթե այլ հարցեր, կարծիքներ չկան, փոփոխությունները քվեարկենք, խնդրեմ պարոն Բագրատյան։ Շատ կարևոր օրենք նախագիծ է իհարկե եւ իհարկե իսկապես ոսկերչական ընկերությունները դրական են արձագանքում, բայց այստեղ խնդիր կա նախագծից դուրս մի հարցի, որ կխնդրեի որպես ոլորտի պատասխանատու այս հարցին պատասխանեք, ընդդիմության որոշ առաջնորդներ հայտարարում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո մեր ոսկերչության մեջ կարող է աղետալի վիճակ, ոսկերչությունը աղետալի վիճակում հայտնվել, խնդրում եմ պատասխանել, կա նման մտավախություն։ Շնորհակալություն։ Ես ուղղակի հիշում եմ հետևյալը, կներեք մի հատ օրինակ կբերեմ, որ պարոն Թունյանը կհիշի, երբ որ հակամարտությունը նոր էր սկսվում, որոշ գործընկերներ ասում էին, որ հեսա ոսկերչությունը շատ վատ վիճակում կլինի, որովհետև հեսա մեր հիմնական սպառման շուկաներից մեկը կոչնչանա, հենց հիմա աջակցության միջոցներ է պետք կիրառել, հիմա հակառակն է նորից, որ այ հեսա կվերջանա, էլի վատ է լինելու։ Միշտ կարելի է նման բաներ ասել, բայց եկեք ավելի մի քիչ խորքային նայենք, այսինքն եթե խոսքը գնում է հենց ոսկերչության մասին, հենց
ֆունդամենտալ ինստիտուցիոնալ ոսկերչության մասին, որի զարգացման նպատակը ունի այս նախագիծը, ապա հա հնարավոր է ինչ-որ բաներ փոխվեն, բայց ինչ կփոխվի, կլավանա թե կվատանա, շատ բարդ է ասել, որտեղ հակամարտության ավարտը, հա, եթե մենք խոսում ենք վերարտահանման հարցի մասին, որը միշտ այդպես բարձրաձայնվել է, որը նաև մեր տնտեսական ցուցանիշներում էլ այլևս ոնց որ մաքրված է եւ այդքան էլ չի երևում, ապա չեմ հասկանում ինչու՞ մա աղետը, որտեղ այս նախագիծը, կներեք, ես ուղղակի հետ եմ բերում այս նախագծի կոնտեքստի, մենք փորձում ենք զարգացնել հենց արդյունաբերությունը, զարգացնել հենց այդ ինստիտուցիոնալ երկարաժամկետ բարեխիղճ գործարարների կյանքը հեշտացնել։ Մյուս ուղղությամբ, հա, կարող է ավելանա, ինչ որ բան կարող է հակառակը հենց ավարտվի, պահանջարկը էլ ավելի շատ մեծանա եւ շատ լավ վիճակում հայտնվի ոլորտը։ Իսկ մինչեւ կրիզիսը իրան չբացահայտի, հայտարարել որ շատ վատ է լինելու, դե Աստրադամուսի նման բան է, որ միշտ ասում ես, ինչ որ մեկի աչքերին խորը նայես, ասես ես գիտեմ, որ դու ինչ որ մի պահի մահանալու ես։ Հա, այո, ինչ որ մի պահի կարա շատ վատ լինի, բայց դա կլինի կրիզիսի արդյունքում եւ ոնց կրիզիսի արդյունքում բարթանում եմ, ասեմ, դրա համար պետքա ուշադիր լինել, պետքա հետևել, չի կարելի նաև ասել, որ չէ, միշտ հաստատ լավ է լինելու, մենք հետևում ենք եւ եթե կտեսնենք, որ ինչ որ կրիզիս է բացահայտվում ու ճգնաժամ է բացահայտվում, ընթացած կարձագանքենք, ինչպես եւ միշտ արձագանքել ենք, այսքանը կարող եմ ասել։ Կարծում եմ, որ մենք մեր այս նախագծերով ամրացնում ենք ոսկերչության հիմքերը, ոսկերչագործություն որպես տրադիցիոն, որպես ավանդական ուղղություն մեր արտադրության մեջ եւ չպետք է դա կապված լինի որևէ աշխարհական իրավիճակի հետ, որովհետեւ եթե մենք ստանում ենք բարձրորակ արտադրանք, այդ արտադրանքը պահանջարկ ունենա աշխարհի որևէ ցանկացած երկրում։ Հետևաբար մեր ուշադրությունը կենտրոնացնելով բուն գործի վրա, մենք կհասնենք այն հաջողության, որ արտաքին գործոնները չեն ազդի մեր տնտեսության այդ ճյուղի վրա։ Կարծում եմ, այդպես պետք է մեր պատասխանանչի ընդդիմության հարցերին։ Շնորհակալություն։